սովետական պատմագիտությունը այդ մասնակիցների դերը նվազեցնելու համար հաղթանակը վերագրել է հավաքական հայ ժողովրդին։ Ինչ-որ մոտեցում կա, բայց այս հաղթանակը ունի կոնկրետ անուններ։ Արամ Մանուկյան, Սուրենյանց կաթողիկոս, Թոմաս Նազարբեկյան, Մովսես Սիլիկյան, Դանիել Բեկ Փիրումյան, Քրիստոֆոր Արարատյան, կոնկրետ անուններ կան։ Եվ սա իսկապես շատ ճիշտ ասացիք, գժության մասին չի, խենթության մասին չի, եւ այս ճակատամարտը առաջնորդել են պրոֆեսիոնալ զինվորականները, կայսերական, ռուսական կայսերական ռազմական ակադեմիան ավարտած եւ մենք հաղթել ենք մտքով։ Եվ սա ամենակարևորն է, որտեղ Նիկոլ Փաշինյանին թվում է թե 44-րդ պատերազմի ժամանակ որ ասում է սա մի նոր սարդարապատ է, մենք կհաղթենք, բայց այդպես չի լինելու։ Մի նոր սարդարապատ նախաձեռնելու համար պետք է ունենալ միտք, կրթություն, հանրությանը մոբիլիզացնելու կարողություն, ինչը այստեղ եղել է, ինչը Նիկոլ Փաշինյանը չկարողացավ անել Արցախում։ Սարդարապատ գոռալով չի, սարդարապատ պետք է կարողանալ անել։ Կազմակերպել եւ ճիշտ կառավարել։ Չլինել Արամ Մանուկյանի այդ կազմակերպչական ձիրքը, ոչինչ էլ չէր լինի այստեղ։